Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Քիչ առաջ հաղորդագրություններով հանդես եկան Հայաստանի եւ Թուրքիայի արտգործ նախարարությունները առանձին, բայց նույնական տեքստով խոսքը վերաբերվում է ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի հեշտացման մասին։ Սահմանի մասին խոսք չկա, սակայն սա եւս մի քայլ առաջ է, երևի այն սիմվոլիկ քայլերի շարքին այն կարելի է դասել, ինչի մասին խոսում էր Թուրքիայի նախագահը։ Բայց սա այնուամենայնիվ վկայում է, որ process-ն ընթանում է, process-ը գնում է առաջ։ Իդեպ անցնող տարին շատ ակտիվ էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում զարգացումներով, շատ ակտիվ էր նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների այս ընթացքի համար բազմաթիվ իրադարձություններով մենք 25 թվական մտանք ըստ էության պատերազմի վտանգի, այս պերմանենտ շարունակական վտանգի պայմաններում, երբ ուղղակի չգիտենք, թե այդ վտանգը ինչ ձևով եւ երբ կդրսևորվի։ Մինչդեռ հիմա կարող ենք հստակ արձանագրել, որ այն հասել է առնվազն կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում նվազագույնի եւ ակտիվ process է ընթանում, որի ընթացքում ի հայտ գալիս եւ կառուցվում են, այսպես ասենք, գործոններ, որոնք ել ավելի են նվազեցնում նման հնարավորությունը։ Բայց բազմաթիվ հարցեր դեռ մնում են անորոշ։ Փորձենք ամփոփել եւ նաեւ ուրվագծել ձևավորված միտումները, որոնք նաև մեզ տանելու են դեպի 26 թվական, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, բարև եք եկել, պարոն Քոչինյան, ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերս։ Սիրով։ Դե ինչ, պարոն Քոչինյան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները 25 թվականին էական էվոլյուցիա են ապրել մի քանի իրադարձությունների բերումով եւ այսպես մի ինտեգրալի տակ դրանք որ տեղավորելով այդ ինչին է հավասար, համեցեք։ Շնորհակալություն, հա, ես ձեր հետ լրիվ համաձայն եմ, որ 25 թվականը իրականում բեկումնային տարի էր, որովհետև մենք իսկապես տարվա սկզբին խոսում ենք դեռևս պատերազմի, ներխուժման վտանգի մասին, իսկ տարվա վերջին հիմնական քննարկվող թեման էս հարթության մեջ ադրբեջանական բենզինի ներկրումն է Հայաստան, որը շատ հեռու իրադարձություն է եղել, այսպես ասենք իրարից, շատ այլ տեղերում կոնֆլիկտի տրամաբանության զարգացման մեջ այս երկու նորությունների մեջ կարար տասնամյակներ անցներ, մինչև անորությունից կհասներ այս բնորությանը, մեզանում դա տեղ ունեցավ ընդամենը 1 տարվա ընթացքում, ինչը մի կողմից վկայում է կողմերի մոտ առկա քաղաքական կամքի մասին, մյուս կողմից վկայում է համապատասխան ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որովհետև նման փոքր հանրապետությունների պարագայում շատ հաճախ կարող է լինել, որ միայն իրենց քաղաքական կամքը բավարար չլինի։ Բայց մեր տարբերակում կա նաև իսկապես ձևավորված եւ նպաստող աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ որ մի կողմից Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները իսկապես հետաքրքրված են տարածաշրջանում կարգավորմամբ, ասեմ ավելին իմ կարծիքով տարածաշրջանում կարգավորմամբ այս փուլում հետաքրքրված է նաև Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը այսպես շատ երկակի մոտեցում ունի, ինչպես շատ հաճախ է այդ պետության պարագայում դարինում, մի կողմից նախագահի ադմինիստրացիան կարծես կողմնակից է եւ ողջունում է, մյուս կողմից գերագույն հոգեվոր առաջնորդի ուրեմն շրջանակներից մենք մի փոքր այլ իհարկե հայտարարություններ ենք տեսնում եւ վերջապես Ռուսաստանը, որը որ պերմանենտ հակառակորդն է տարածաշրջանում կարգավորումների, ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ կա սցենար բացի մեկից ըստ էության, որում Ռուսաստանը կողմա հայ-ադրբեջանական կարգավորման։ Այդ մեկն էլ որ ասում եմ, դա
սովետական մոդելն է, այսինքն ուղղակի այս երկուսի ներծծումն է ռուսական կայսրության ուրեմն process-ների այդ գործընթացների մեջ եւ այդ խաղաղությունն է, այդ տեսքով խաղաղությունը։ Մնացած բոլոր պարագաներում Ռուսաստանին պետքա որ այսպես թե այնպես թե հայ-ադրբեջանական եւ թե որպես դրա հետևանք հայ-թուրքական կոնֆլիկտը լինեն մնայուն։ Սա տարածաշրջանում Ռուսաստանի խարիցքն է, բայց Ռուսաստանը շեղված է, Ռուսաստանի հիմնական ներուժը այսպայությամբ թեքված է այլ ուղղությամբ։ Ես չեմ կրկնի, չեմ կիսի այն տեսակետները, թե Ռուսաստանը հեռացել է մեր տարածաշրջանից եւ այլն, որտեղ ինքը չի հեռացել, իր ներկայությունը, իր ռեսուրսները, իր կարողությունները այստեղ կան էական են, բայց մի բան հստակ է, իր քաղաքական էներգիայի մեծամասնությունը ինքը հիմա ուղղում է դեպի Ուկրաինա եւ դա ստեղծել է որոշակի պատուհան հնարավորություն։ Այս բոլորը ես նկատում եմ, որ ասում եմ, որ կա նաեւ աշխարհակաղակական որոշակի հնարավորություն։ Եվ վերջապես երրորդը իհարկե շատ ողբերգական իրադարձությունների հետևանքով ես նկատի ունեմ էթնիկ զտումը Արցախում, ես նկատի ունեմ ուրեմն դրանից առաջ դեռևս 90-ականներից սկսած process-ները, բայց այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տեղի ունեցել լիակատար ուրեմն բնակչությունների տարանջատում։ Իսկ Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմաններում չկան հայեր, Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններում չկան ադրբեջանցիներ։ Սա վերջին 200-300 տարվա մեջ մեր տարածաշրջանում առաջին անգամն է, որ նման դեպք է եղել, որ թուրքեր կոպիտ ասած չկան Հայաստանում, հայեր չկան Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Նույնիսկ ուզում կրկնել, սա եղել է ողբերգությունների արդյունքում, ես որևէ կերպ սա ինչ-որ ուրախությամբ կամ ասենց լիա հուսությամբ չեմ արձանագրում, բայց արձանագրում այն մեծությունը, որը որ կա, իսկ շատ հաճախ կոնֆլիկտաբանության մեջ այս process-ը երբ որ հասնում է իր ավարտին եւ սահմանահեն ինչ որ մի հատ բան է ստեղծվում, այ կա սահման, սահմանից արևելք նա է, սահմանից արևմուտք սա է, հա։ Դա երևի թե առաջին եւ ամենակարևոր հիմքերից մեկն է իրական եւ հարատեւ խաղաղության։ Ես երրորդ անգամ ձեր թույլտվությամբ ուզում կրկնել, որ ես սա չեմ մատնանշում որպես ինչ որ դրական process, ես սա մատնանշում եմ որպես եղելություն եւ ուզում եմ կրկնել, որ կոնֆլիկտաբանության մեջ շատ հաճախ է այդպես լինում, որ բնակչությունների տարանջատումը դառնում է հիմքը, որի վրա հետագայում հնարավոր է կառուցել խաղաղություն։ Իդեպ մի պարզ օրինակ, մենք գիտենք Զմիուրնիայի ողբերգությունը եւ հույն թուրքական պատերազմը, որ ավարտվեց նաև այդ բնակչություն փոխանակման եւ նույն պատկերը եղավ Հունաստանում եւ Թուրքիայում, այդ ամենն ավարտվեց Լոզանով եւ չեմ հիշում դա 23 թիվ 26 թե 27 թվականին տեղի ունեցավ Հունաստանի վարչապետի այցը Թուրքիա եւ հանդիպումը Քեմալ Աթաթուրքը հյուրընկալեց Հունաստանի վարչապետին։ Այո։ Իդեպ մեր համար ինձ թվում է նաև ինչ-որ չափով այսպես ամենամոտ օրինակն է հույն թուրքական կոնֆլիկտը, այն թե ինչպես են Հունաստանն ու Թուրքիան առնեսվել այդ կոնֆլիկտի հետ։ Որը մինչև այդ ՆԱՏՕ բան չկա։ Հա, այդքանում չկա ՆԱՏՕ, դուք ճիշտ եք։ Նաև մենթալությամբ հա մեզ շատ մոտ պատմությամբ կոնֆլիկտի շատ մոտ, այսինքն մեր համար երևի թե ամենամոտ օրինակը հենց պատմական հիշողության կառուցվածքը։ Կեցեք պատմական հայրենիքի պատկերացմամբ ինչքան մեզ համար Արևմտյան Հայաստանն է, այնքան հույների համար պոլիսն է եւ այլն, այսինքն շատ ու շատ կոնստրուկտներով այս կոնֆլիկտները նման են։ Բայց եկեք ու տեսեք, որ Հունաստանին ու Թուրքիային հաջողվել է իրենց բոլոր տարաձայնությունները հանդերձ ստեղծել որոշակի քաղաքակիրթ ինչ-որ հարաբերությունների համակարգ, տնտեսական, դիվանագիտական հարաբերություններ, առևտուր, հա, իրանք լավագույն բարեկամներ չեն, իրանք եղբայրներ չեն մեղմ ասած, բայց դա չի խանգարում ունենալ նորմալ adekvat հարաբերություններ։ Հիմա այստեղ իհարկե ռեգլամենտացված։ Այստեղ իհարկե շերտը ավելացել, որ իրանք նույն ռազմաքաղաքական կառույցի անդամներ են, դա իհարկե նպաստել է եւ ավելի կառավարելի է դարձել իրենց հարաբերությունները, բայց գիտեք, երկարաժամկետ կտրվածքով ես նաեւ չեմ բացառում այդ հնարավորությունը կամ այդ ապագան Հայաստանի համար, որ Հայաստանը ու Թուրքիան էլ կլինեն միևնույն ռազմաքաղաքական դաշինքում։ Պարոն Քոչինյան, այստեղ նաև շատ պարզ է դառնում մի բան, որ գետնի վրա տեղի են ունենում իհարկե այսպես տեկտոնիկ փոփոխություններ, որոնք ամբողջ տարածաշրջանի ճարտարապետությունն են փոխում, բայց այնուամենայնիվ իներցիայով շարունակվում է Ադրբեջանում այն հռետորաբանությունը, իհարկե ոչ այն աստիճանի, ոնց որ ասենք կար տարեսկզբին, բայց այն կա։ Եվ հարց է առաջանում, այսպես ասենք, հա, այդ ընդառաջ քայլերը Ալիևն անում է աջ ձեռքով, դե իսկ ձախ ձեռքով էլ
էլ ադրբեջանցիների վերադարձ, Հայաստանի սահմանադրություն, Արևմտյան Ադրբեջան, մի էկզոտիկ նախկին արտգործնախարար, որ հիմա պրոպագանդիստ է դարձել, Զուլֆուգարովն ասում է մեղրիով անցնող ճանապարհը Ադրբեջանի սեփականությունն է։ Եվ այլն։ Հիմա հարցը դա ձախ ձեռքով։ Հիմա հարցը առաջանում Ալիևը վերջին հաշվով աչլիկ է թե ձախլիկ։ Շատ լավ հարց է։ Թոֆիկին երևի խորհուրդ կտանք, որ եթե դա Ադրբեջանի սեփականությունն է, թող փորձի դրա հետ վարվել որպես սեփականություն, տեսնենք մոտ ինչքանով դա կստացվի այդ Թոֆիկի մասով։ Իսկ մնացածի մասով, այսպես ասենք, ցանկացած պետություն միևնույն ժամանակ պատրաստվում է եւ պարտավոր է պատրաստվել բոլոր հնարավոր զարգացման սցենարներին։ Դա անում է Ադրբեջանը, դա անում է Հայաստանը եւ այո, Հայաստանն էլ պարտավոր է պատրաստվել բոլոր հնարավոր սցենարներին եւ առաջին հերթին իմ կարծիքով ամենավատ սցենարին, որտեղ ըստ իս պետության հիմնական դերը ամենավատ տարբերակին, ամենավատ սցենարին միշտ պատրաստ լինելն է։ Պետությունը ընդհանուր առմամբ դրա մասին է։ Կարմիր թղթապանակներում միշտ պետք է լինի։ Հիմա իսկապես ձեր բարձրացրած հարցը հիմա որ ձեռն առա, այսինքն որ պլանն է առաջինը տարբերակ ան որն է խաղաղությունն է թե պատերազմը թե օրինակ համար ոչ խաղաղություն ոչ պատերազմն է ես կարծում եմ որ այդ որոշումները կայացվում են հնդածս եւ փոփոխություններն են հնարավոր հնդածս կախված թե մեր երկկողմ հարաբերությունների կոնյունկտուրայից թե Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից օրինակ համար հունիսյան ընտրություններից ու դրանց արդյունքներից թե աշխարհակաղակական գործընթացներից ռուսները երբ են Ուկրաինայում թեման կարողանում ինչ որ մի հատ հանգրվանի հասցնել եւ որ իրանց քաղաքական էներգիան կարողանում են ուրիշ տեղ ծախսել կարողանում են թե չեն կարողանում շատ հարցեր կան, որոնց պատասխաններից կախված է այդ ձեր նշած հարցադրման պատասխանը։ Ես չեմ կարծում, որ այդ հարցի պատասխանը, այսպես գիտեք, մեկը միշտ կա։ Ինքը կարող է այսօր մի պատասխան լինի, վաղը մեկ այլ պատասխան լինի։ Հիմա մեր նպատակը այս ամեն ինչի մեջ որը պետք է լինի։ Մի կողմից անընդհատ աշխատել Հայաստանի դիմադրունակության ավելացման ուղղությամբ, դա իրանից ենթադրում է եւ մեր կախվածությունների բազմազանեցում, եւ մեր զինված ուժերի բարեփոխումներ, եւ մեր հնա-աճ, եւ մեր սահմանների պաշտպանության կարողությունների ավելացում եւ այլն, այսինքն անընդհատ մենք ունենք աշխատանք անելու, ու սա հենց տնային աշխատանք է։ Մյուս կողմից մենք պետք է անընդհատ լինենք բանակցությունների մեջ բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր մակարդակներով փորձելով մոտարկել այդ կարգավորումը։ Տեսեք, օրինակ հայտնի փաստ է, սրա մասին բազմից եմ խոսել, որ կա 3 պաշտոնական բանակցային թրեք, հա, դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաներ, խաղաղության համաձայնագիր։ Ես կարծում եմ, որ պահը հասունացել է ձևավորել 4-րդ պաշտոնական թրեքը բանակցությունների տնտեսական համագործակցություն կամ տնտեսական տրանզակցիաներ միմյանց հետ։ Մենք երկու արդեն ունենք երկու դիպված, երբ որ դա տեղի է ունեցել, եւ օրինակ, չգիտեմ, դա էկոնոմիկայի նախարարությունները կլինեն, դա ԱԳՆ-ները կլինեն, թե որ ուրեմն գործակալությունը կլինի, դա կարելի է քննարկել, բայց այդ 4-րդ պաշտոնական թրեքը պետք է ձևավորվի, որտեղ նման բաներն են քննարկվում ու գիտեք, այսպես գաղափարներ են գեներացվում, ինչ որ իդեալ, այսպես փորձում են դրանք առաջ տանել եւ ոնց որ դա եղավ օրինակի համար կոմունիկացիաների կամ դելիմիտացիա դեմարկացիայի թրեքի հետ, կոնկրետ պաշտոնատարանձի, կոնկրետ պատասխանատվություն, կոնկրետ օրակարգ։ Ընդ որում, պարտադիր չի որ սա ձևավորվի խաղաղության համաձայնագրից հետո։ Սրանք իրարից առանձին գնացող գործընթացներ են, որոնք միաժամանակ կարան առաջ գնան։ Այ այսպիսի գաղափարներով մասնակցել բանակցություններին, փորձել մոտարկել կարգավորումը։ Դրան էլ գումարենք նաև այն թրեքը, որը դուք եք ձևավորել, իդեպ նաև այս անցնող տարին նշանավորվեց ձեր Բաքվից եկած հյուրերի հյուրընկալմամբ եւ որ նրանք էլ ձեզ հյուրընկալեցին Բաքվում։ Սա եւս մի process-ի այսպես մեկնարկ է տվել, որը իր շարունակությունն է ունենալու նաև 26 թվականին եւ այսպես ասենք հնարավորության սահմաններում սանուցելու է ձեր ասած այդ ուղղությունները կամ այն հավելյալը, որը կամ կբացվի կամ ցանկալի կլինի, որ բացվի։ Այս ամենից ի վերջո ձեր տպավորությունը ո՞րն է, պարոն Քոչինյան։ Եթե մի կողմից շատ հստակ են այդ քայլերի տրամաբանությունը, հա, ի վերջո թե տրանզիտային այդ սահմանափակումների վերացումը, թե առևտրի մասին այդ համաձայնություններ, ընկերությունների մակարդակով, թե իսկ մեր էկոնոմիկայի նախարարն էլ ասում է, որ այո հնարավոր է, որ նաև Հայաստանից ապրանքներ արտահանվեն Ադրբեջան, ինչի ես միանգամայն հավանական եմ համարում, այս ամենի տրամաբանությունը պարզ է, որ
Ադրբեջանի արտգործ նախարարն էլ է ասում, սրանք քայլեր են միտված վստահության աստիճանի բարձրացմանը։ Հա, բայց նաև ասվում են քայլեր, արվում են քայլեր, որոնք գալիս ու ուղիղ խփում են այդ վստահությանը, հա։ Օրինակ, այդ արևմտյան Ադրբեջան երկող կազմակերպությունը հստակ ֆինանսավորվում է պետության կողմից։ Պետության կողմից։ Հիմա նրանք ասում են դե ձեր մոտ էլ այս կողմ են կողմ։ Հա, այդ մեր մոտի այս կողմ են կողմը պետությունը չի անում, բայց սա դուք եք անում։ Ես հիմա ինչ եք անում եւ ինչի էլի։ Ես դες մի այսպեսի գաղտնիք բացեմ, բնականաբար այդ հարցը բազմից սա քննարկվել տարբեր մայրաքաղաքներում, երբ որ մենք առիթներ ենք ունենում հանդիպելու ադրբեջանցի փորձագետների հետ, եւ այսպես ամփոփելով իմ լսած պատասխանները, իրենք ընկալում են Հայաստանը կամ հայկականությունը որպես բազմաթիվ դեմքերից բաղկացած ուժ։ Այ կա Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Հայաստանի Հանրապետությունում կա Լեռնային Ղարաբաղի կառավարություն, որը որ կա։ Հիմա Հայաստանը դա ընդունում է, բայց ինքը կա ու ինքը այսօր Հայաստանում է գործում։ Կա Սփյուռք, կա գործում։ Դե գործում է, շենքը ունեն, այդ շենքում նստում են, խոսում են, հայտարարություններ են անում, ինֆոշտաբ ունեն եւ այլն եւ այլն։ Կա Սփյուռք, Սփյուռքում կան կոնկրետ կազմակերպություններ, որոնք որ աշխատում են խորհրդարանների, ֆլանի, ֆստանի հետ։ Այսինքն ես դες հիմա ոչ թե փորձում եմ ասել իրանք ճիշտ են ասում, ես փորձում եմ ներկայացնել, թե իրանք դա ոնց են տեսնում։ Իրանք տեսնում են, որ կա հայկականություն, հա, որը ունի բազմաթիվ ձեռքեր, բազմաթիվ դեմքեր եւ մի քանի որոշումների կայացման կենտրոններ։ Եվ օրինակ եմ արել, որ իրանք գնում են առաջ կառավարության հետ, իրանք տեսնում են ըստ իրենց, որ մի քանի ուրիշ կենտրոններից իրանք ստանում են հարվածներ։ Հիմա սանի պատասխան, իրանք ինչ են ասում, ասում են Ադրբեջանն էլ շատ հավաքական ուժ է, այսինքն այնտեղ չկան դեմքեր, այնտեղ չկան ձեռքեր, այնտեղ չկան, սա ունենք, անում ենք, լավ ենք։ Կա մի հատ ուրեմն ուժ, կա մի հատ դեմք ու մի հատ ձեռք, ինքը համ ստեղ է, համ ստեղ է, համ ստեղ է, համ ստեղ է։ Կա սրա մեջ արդյոք տրամաբանություն։ Ինչ որ չափով այո, բայց միևնույն ժամանակ նաև փորձել չտեսնել տարբերությունը պետականի ու ոչ պետականի միջև իհարկե աբսուրդային է, բայց այդ աբսուրդայնությունը ինձ թվում է գալիս է իրանց համակարգից, որտեղ իրանց համակարգում չկա չպետական։ Իրենք էլ մեզ իրենց արշինով են։ Շատ հաճախ նաև դա է անում, երբ որ իրանք մինչև վերջ չեն կարողանում հավատալ, որ այսպես օրինակի համար Հայաստանում ինչ-ինչ նախաձեռնություններ, ինչ-ինչ հայտարարություններ, շատ բարձրաձայն, շատ բարձրագույն հայտարարություններ, նախաձեռնություններ համաձայնեցված չեն կառավարության հետ։ Իրանց դժվար է պատկերացնել, որ օրինակ համար Հայաստանի կառավարությունը չի կարող ամենայն ցանկության դեպքում հրապարակ օրաթերթին կամ որևէ այլ լրատվականի բերանը փակել կամ ասել, այսինչ բանը մի ասեք, այսինչ չեն կարող։ Ես պատկերացնում եմ կառավարությունից ինչ-որ մեկը զանգի Հայաստանի X լրատվականին ասես ինչ բանը մի արեք, իրանց հերու տեղ կուարկեն, հա, այսպես ասենք։ Դա լավ է, որը մենք հիմա սրամացին չենք խոսում ինչ որ նեգատիվ կամ բողոքական, աստվածտա տենց է շարունակվի, չգիտեմ, Հայաստանում բազմակարծության եւ լրատվական ազատությանը երկար կյանք, հարցը դրա մասին չի, հարցը դրա մասին է, որ այս համակարգերի տարբերությունները բերում են իրանց նաեւ աշխատանքային տարբերությունները։ Եվ վերջապես վերջինը նորից եմ ուզում կրկնել Այն որ այդ պետությունը ինքը միաժամանակ պատրաստվում է բոլոր սցենարներին, դա ինձ թվում է ակնհայտ է։ Այլ բան, որ Հայաստանն էլ պետք է միաժամանակ պատրաստի բոլոր հնարավոր սցենարներին։ Իհարկե, նորից ու նորից ուզում եմ կրկնել, որ շատ կարևոր է, որպես երկու կողմերի մոդել եւ երկու կողմերի մոդել լինի ընկալում միմյանց մասին, որ առաջնային տարբերակը իհարկե խաղաղության տարբերակն է։ Պարոն Քոչինյան, տեսեք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև թե ինչ դինամիկա կլինի, շատ այլ գործոններից էլ է կախված, ինչի մասին դուք նշեցիք, եւ այդ գործոններից մեկն էլ իհարկե այդ Ռուսաստանի հանցավոր պատերազմն է Ուկրաինայում եւ հարցն է թե Ռուսաստանը դեռ ինչքան այնտեղ թաղված կմնա եւ ըստ այդմ էլ որքան ինչ ֆունկցիոնալություն կունենա ռուսական գործոնը մեր տարածաշրջանում, սա ուղիղ կոռելացիա է, չէ՞։ Հիմա մենք հասանք նրան, որ նաև անցնող տարվա ընթացքում, երբ մենք քննարկում ենք ձեզ հետ միասին հայ-ադրբեջանական հարաբերությունների այս ողջ էվոլյուցիան կամ ռևոլյուցիան, զուգահեռաբար Հայաստանը տարին սկսեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն հաստատելով, շարունակեց օգոստոսի 8-ով, ամրապնդելով այդ գործընկերությունը, իսկ հիմա արդեն թևակողել է դա գործնականացման փուլ, նույնն արեց Եվրամիության հետ, եւ հասանք մենք նրան, որ Հայաստանը պաշտոնապես դիմեց Եվրամիությանը,
օժանդակության համար Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի դիմագրավելու համար, որովհետև այնինչ արվեց, այսինչ մենք խոսում ենք, արվեց կոտրելով Ռուսաստանի դիմադրությունը եւ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի պայմաններում, որը մինչև հիմա շարունակվում է եւ շարունակվելու է։ Եվ սաստկանալու է։ Եվ սաստկանալու է բնականաբար։ Մանավանդ մենք նոր տարուց հետո օբյեկտիվորեն թևակողում ենք ըստ էության նախընտրական տրամաբանության դաշտ, այսպես ասենք, չէ՞։ Ես կասեի արդեն այդ նախընտրական դաշտում ենք։ Հիմա այդ հիբրիդային հարձակումներում Ռուսաստանը թիրախավորել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացը։ Բնականաբար։ Ընդ որում երևի դա այդ թիրախների հիերարխիայում առաջնահերթներից մեկն է, հա։ Ձեր գնահատականը դրա նշանակության եւ մեր կողմից արվող քայլերի եւ մեր կարողությունների adekvat քայլեր անելու համաձայն։ Շատ լավ, սկսեմ առաջի մասից ձեր հարցի կապված ռազմավարական գործընկերության եւ օգոստոսից հետո այդ ռազմավարական գործընկերության ուղղությամբ ընդունված ըստեյության հռչակագրի եւ պայմանավորվածությունների, այն որ հայ-ամերիկյան հարաբերությունները թևակողել են աննախադեպ դինամիկայի փուլ, դա փաստ է, եւ ես հիշում եմ, երբ որ օրինակ համար հունվարին ռազմավարական գործընկերության խարծն ընդունվել էր, Հայաստանում հիմնական քննադատությունն էր, որ դու գնացող ադմինիստրացիայի հետ եք այդ փաստաթուղթը ստորագրել, եւ հունվարից մինչեւ օգոստոս այդ քննադատությունը պահպանվում էր, օգոստոսին ըստ էության շրջադարձային իրադարձություն եղավ, խորացվեց ծայրահեղ հակառակ ադմինիստրացիայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների համար ռազմավարական որոշման արդյունք են, ոչ թե մեկ նախագահի կամ մեկ պետքարտուղարի կապրիզ, եթե կուզենք, հա, որտեղ փաստը դա է արձանագրել, մենք դա պետք է արձանագրենք, երկու ամեն ինչում գրեթե տարբեր կարծիք ունեցող ադմինիստրացիաներ, որոնք որ համարը բոլոր ոլորտներում ծայրահեղ տարբեր քաղաքականություն են վարում, այս հարցում սա միակ հարցը չի, էլի հարցեր կան բնականաբար, բայց այս հարցում վարել է նույն քաղաքականությունը, վարել է խորացման քաղաքականություն։ Նույնը ըստ էության մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, տարբեր Եվրոպական միության պաշտոններ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը ու Եվրոպական միությունը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել, բայց ես նաև ուզում եմ արձանագրեմ, որ մենք շատ արագ մոտենում ենք հայ-եվրոպական հարաբերությունների հնարավոր առաստաղին։ Երբ որ ավելին անելու հնարավորություն չի լինելու, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Այսինքն, եթե այն ինչ որ մենք պլանավորել ենք այս փուլում իրականություն դառնա, տրամաբանական հաջորդ քայլը այլևս խորը եւ համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիրն է կամ մաքսային միությունը Եվրոպական միության հետ, որը անհնար է, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սա մենք ձեր հետ պետք է ֆիքսենք, որ մենք շատ արագ մոտենում ենք այդ հնարավորի առաստաղին։ Դեռ չենք հասել, բայց եթե մենք այն ինչ որ պլանավորել ենք իմպլեմենտացնում ենք, հասնում ենք։ Ես մի բան եմ ուզում այստեղ հավելեմ, որ իմ կարծիքով այդ առաստաղից անցնելը հնարավոր է մենակ մի պարագայում։ Եթե լինում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կարգավորում, ես իրատեսական չեմ համարում Հայաստանի եւ Եվրոպական միության միջև տնտեսական ինտեգրացիան առանց հայ-թուրքական բաց սահմանի։ Դա հնարավոր չի, որտեղ միակ ճանապարհը այդ պարագայում Վրաստանն է, իսկ Վրաստանը սպայն ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ խնդիրն է, որ Վրաստանը ինքը իրականում սահման չունի Եվրոպական միության հետ, ինքը ունի ծով, որ ունի սահման Եվրոպական միության հետ, իսկ դա նշանակում է ապրանքների եւ ծառայությունների փոխանակման մեջ մոդուլների փոփոխություն։ Իսկ մենք այստեղ պետք է դրանք դա գնացքի վրա, դա պետք է ասի Բաթում նստի ուրեմն բանի նավի վրա, այնտեղից գնա Բուլղարիա կամ Ռումինիա, այնտեղ նորից նստի գնացքի վրա եւ հետո նոր հասնի Եվրոպական միություն, այսպես ձեզ օբյեկտիվ խնդիրը, սուբյեկտիվ խնդիրն է դա ակնհայտ է, չէ՞, ինչա տեղանում Եվրոպական միության եւ Վրաստանի մեջ տեղանում շատ արագ դեինտեգրացիա։ Եվ ուրեմն մեզ պետք է ճանապարհ, որի միջոցով մենք ձեր հետ Երևանում կահույք կարտադրենք, կդնենք գնացքի վրա եւ այդ գնացքը կգնա կհասնի Բերլին կամ կգնա կհասնի Փարիզ, հասկանում եք, դա է տնտեսական ինտեգրացիա, մնացածը ինքնախաբեություն է։ Եվ այդ ճանապարհը մեր համար Թուրքիան է։ Ասեմ ձեզ ավելին, հայ-թուրքական սահմանը ըստ էության Հայաստանի եւ Եվրոպական մաքսային միության սահմանն է, որտեղ Թուրքիան 1950 չեմ հիշում որ թվականից Եվրոպական միության անդամակցության տեխնացիա եւ Եվրոպական միության մաքսային միության անդամ է։ Այդ DCFTA-ը խորը համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիրը Թուրքիան ստորագրել է Եվրոպական միության հետ։ Հենց սա հաշվի առնելով է ես կարծում եմ,
նա կամ նաև սա հաշվի առնելով է, որ ռուսական կողմը թիրախավորում է եւ շարունակելու է թիրախավորել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կարգավորման գործընթացները, առաջի պատճառի մասին ես խոսեցի մուտքիս խոսքում, երբ որ ասացի, որ դա իրենց տարածաշրջանային ներկայության եւ ազդեցության խարիցքներից առավել հարատևն ու լուրջն է։ Հիմա այս երկուսը միասին երբ որ վերցնում ենք, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը անելու է հնարավոր ամեն ինչ թույլ չտալու համար այս կարգավորումը։ Ռուսաստանի գործը իհարկե հեշտացնում է այն հանգամանքը, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները օբյեկտիվորեն ուրեմն ահռելի քանակությամբ ծանրաբեռնվածություն, տրավմա, խնդիրներ եւ այլն ունեն։ Ի վերջո աշխարհում շատ քիչ տեղեր կա, որտեղ եղել է ցեղասպանություն։ Շատ քիչ հասարակություններ կա, որոնք ենթարկվել են ցեղասպանության, եւ շատ քիչ տեղ կա ատելության ճշտամանքային մակարդակը, որը մեր եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ։ Սա Այն օբյեկտիվ իրականությունն է, որը որ Ռուսաստանը ամեն գնով փորձելու է գործիքայնացնել մեր անցյալը եւ մեր ապագան նույնականացնելու համար, որ չի կարող լինի այլ ապագա, քան այն անցյալն է, որը որ կա։ Եվ գիտեք, այստեղ շատ բան կախված է նաեւ մեզնից, ադրբեջանցիներից ու թուրքերից։ Առաջին հերթին քաղաքական իմաստով այս բանը հայերից ու ադրբեջանցիներից, որովհետեւ Հայաստան-Թուրքիա այսպայցան տարաձայնություն չկա։ Որովհետև բան չի քննարկվում։ Քննարկվում մենակ որ Ադրբեջանը դեմ չլինի, եկեք իրականությունը ասենք, էլի։ Այսինքն հիմա ամբողջ հարցը դրանն է, Հայաստանն ու Ադրբեջանը բավականաչափ ուղեղ կցուցաբերեն, որպեսզի չդառնան սպիտակ մարդու ձեռքին երկու բութ աբորիգեն, որոնց հնարավոր է հա կռվածնել իրար հետ եւ հա կայսրությունը վերարտադրել այդ տարածաշրջանում։ Սա միայն ռուսական գործիք չի, ավելի սա Ռուսաստանում ստեղծված գործիք չի, սա 300-400 տարվա գաղութային կայսերապաշտության Հին Հռոմից divide et impera։ Այո, բաժանիր եւ տիրիր։ Հիմա ամբողջ հարցը դա հիմա մենք անուղեղ աբորիգեններ ենք, թե մենք մարդիկ ենք, ովքեր կարող նորմալ քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ ձևավորենք։ Պարոն Քոչինյան, նաև մենք խոսեցինք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմից, բայց մեկ էլ ասենք զուգահեռ էլ խոսում ենք Ռուսաստանի ոնց են ասում, բալանսավորված, չգիտեմ, եւ այլն։ Իհարկե, եթե Ռուսաստանը որպես մատերիա, հա, լիներ քիչ այլը, գուցե արժեր մտածելու դրա մասին, բայց մենք տեսնում ենք նույնիսկ այն անշարժ, հա, իրավիճակներում, ասենք, դրսևորվում է այն վելիկո-ռուսական մի պնդաճակատություն, մի ֆանտաստիկ բաթամտություն եւ շատ սելեկտիվ տեսողություն։ Ասենք Օվերչուկը ասում է, հա ինչ լավ է, գնում ենք, գալիս ենք, 30 տարի է sense բան չէր եղել եւ այլ, եւ դա շնորհիվ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության։ Այսինքն օգոստոսի 8-ը դա չի տենում տաղեն, հիմա զորով չի։ Իսկ ասենք որոշ փորձագետներ էլ Փաշինյանի են առաջարկին, որ մինչև հետ էլ մի չինովնիկ չէ, որ ասում էր առանց մեզ թրիպը չեք կառուցի։ Հա հետո մեր զինվորն անդե, հա հետո դուք ԵԱՏՄ-ի անդամ եք, այդ թրիպը պիտի ԵԱՏՄ ռեգլամենտներով աշխատի։ Փաշինյանն էլ ասում է, այդքան ձեռներդ քոր է գալիս կառուցելու, չգիտեք ինչ կառուցեք, եկեք ասեմ ինչը կառուցեք։ Հիմա որոշ փորձագետներ են, որոնք այսպես Հայաստանով զբաղվողի համարում ունեն, ասում են, բայց Ռուսաստանի օգուտն ինչ է, գանդը ձեր մոտ բան կառուցի, երբ որ թրիպում պետք է տեր ու տիրականը լինեն ամերիկացիները։ Ասում ու չի կարմրում, էլի։ Չէ, ոչ թե ամոթից, այլ սեփական բթամտության, պնդաճակատության ընկալումներից, բայց նաև հասկանում ես, ինքն էլ խելոք մարդ է, ինձ չի որ բութ է, ուղղակի դա տենց է, վելիկո ռուսը, հա, այսպես ասենք։ Համեցեք, ինչ անում լավ սրա հետ։ Իրականում այն ինչ որ վարչապետը ըստ էության առաջարկեց Ռուսաստանին, իմ համեստ կարծիքով ավելի հյութալի կտոր է, քան ինչ որ ունեն ամերիկացիները։ Իհարկե։ Որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հնարավոր ամենակարճ երկաթգծային ճանապարհը անցնում է Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ հատվածով։ Ինքը 100 կիլոմետրով ավելի կարճ է, քան վրացական ճանապարհը, եւ 100 մի քանի կիլոմետրով ավելի կարճ է, քան Թրիփը։
Եվ ապագայում տնտեսությունը հենց այդտեղ է աշխատելու։ Այս TRIP-ը ավելի շատ իմ կարծիքով քաղաքական պրոյեկտ է, ինքը ավելի շատ Նախիջևանի մասին է, քան մնացած որևէ բանի։ Տնտեսությունը աշխատելու է իմ կարծիքով հյուսիսում։ Եվ հիմա ըստ էության գնդակը ռուսական կողմի խաղադաշտում է, ռուսական կողմն է որոշելու իրան դա պետք է թե պետք չի, ինքը դա ուզում է թե չի ուզում, եթե պետք չի եւ չի ուզում, դա պետք է մեզ եւ մենք ուզում ենք ու մենք կկառուցենք։ Ըստ էության դրա մասին էլ ասել վարչապետը, ասել է եթե ռուսները որոշեն, մենք իրանց առաջարկել ենք։ Եթե հիմա իրանք որոշեն, որ իրանք դա չեն ուզում, դե վաղը մեզնից էլ նեղանալու բան չկա, մենք դա առաջարկել ենք, մեր գործը դա առաջարկելն է, ձեր գործը հրաժարվելն է։ Մենք կկառուցենք ինքնուրույն։ Իդեպ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև պայմանագրի համաձայն կոնցեսիայի մեջ մտնում ամենակ այն ինչ որ կառուցում է ՅԿԺԴ։ Այո։ Այն ինչ որ ինքը չի կառուցում, չի մտնում կոնցեսիայի մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Հիմա վերադառնալով Ռուսաստանի հետ բալանսավորման քաղաքականությանը, գիտեք, ես կարծում եմ, այստեղ 3 հատ հարթություն կա կամ 3 հատ շերտ կա։ Առաջին շերտը ժամանակի շերտն է կամ ժամանակամիջոցի շերտն է։ Կա կարճաժամկետ խնդիր կամ միջնաժամկետ խնդիր եւ կա երկարաժամկետ խնդիր։ Իմ կարծիքով մեր կախվածություններն ու մեր ուղիղ խնդիրները Ռուսաստանի դեսպանությամբ այնքան շատ են, որ առնվազն ռետորիկայի մակարդակում մենք պետք է շարունակենք խոսել եւ խոսում ենք եւ պետք է խոսենք բալանսավորման քաղաքականության մասին։ Սա առաջին շերտը։ Երկրորդ շերտը, ես կարծում եմ մենք շատ լուրջ խնդիր ունենք ուսումնասիրելու ընդհանրապես հետսովետական տարածքի բոլոր հանրապետությունների փորձը։ Որովհետեւ բոլորիս համար Ռուսաստանը նույն խնդիրն է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց բոլորի համար Ռուսաստանը նույն խնդիր, նույն խնդիրն է։ Մի քանի մոդել կա ըստ էության։ Մեկը դա Բելարուսի մոդելն է, թուլանալ եւ հաճույք ստանալ, մոտավորապես այս տրամաբանությունն է։ Բալտիկներին հարում ենք, որտեղ Բալտիկների մոտ ստացվեց մի բան, որ ոչ մեկի մոտ չստացվեց, հենց սկզբից ուղղակի թռնել պատից եկող։ Մենք ձեր դեմոկրատիային էլ նույնիսկ չենք հավատում, մենք գնացինք։ Այո։ Մյուս մոդելը դա Ուկրաինայի մոդելն է կամ մինչև բոլորովին վերջերս Վրաստանի մոդելն է կամ Մոլդովայի մոդելն է, դա ըստ էության ուղիղ առճակատման մեջ լինելն է Ռուսաստանի հետ եւ որպես դրա հետևանք առնվազն մինչև էսպա ունենալ տարածքային կորուստներ եւ այլն խնդիրներ եւ այլն։ Եվ կա մի հատ շատ հետաքրքիր մոդել, դա Ուզբեկստանի մոդելն է։ Եթե ինձ հարցնեք, ինձ թվում է ընդհանրապես հետսովետական տարածքում Ռուսաստանի հետ ամենաարդյունավետ հարաբերությունների օրինակը ունի հենց Ուզբեկստանը։ Ինչ են արել ուզբեկները։ Դա հենց ոչ բլոկայնությունն է ուզբեկական մոդելը։ Երբ որ իրանք փորձել են իրենց հարաբերությունները կառուցեն Ռուսաստանին զուգահեռ, ոչ թե ընդդեմ Ռուսաստանի, ոչ թե ներգրավելով ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանի հետ, այլ դրան զուգահեռ։ Դրա շնորհիվ իրանք հզորացնում են իրենց տնտեսությունը, դրա շնորհիվ իրանք հզորացնում են իրենց դիմադրունակությունը, եւ ես չեմ բացառում, որ ինչ-որ պայից սկսած այն խնդիրները, որոնց մասին Ռուսաստանում միշտ մտահոգ են, այսպես չակերտավոր բլիժնե зарубежье, որ ասում են, մոտակա արտերկիր, հա, երևի տես թարգման ենք հայերեն, այնտեղ կառաջանան։ Մերձավոր արտերկիր։ Մերձավոր արտերկիր։ Բայց ամբողջ հարցն է, որ օրինակ տարբերություն Ղազախստանի, տարբերություն Տաջիկստանի, տարբերություն Ղրղըզստանի այս երկիրը այդ հարաբերությունների համակարգը ոչ կառուցել է Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ճանապարհով, ոչ է գնացել է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի խորացման ճանապարհով։ Մինչև բոլորովին վերջերս ըստ էության նույնն անում էր նաև Ադրբեջանը։ Բայց Ադրբեջանը վերջին մի քանի ամիսներին ըստ էության գնաց շեշտակի առճակատման Ռուսաստանի հետ։ Իմ կարծիքով ես սա բազմիցս եմ ասել, ռուս խաղաղապահների դուրս գալը Ղարաբաղից կապված է որոշակի ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները, որոնք հետո Ադրբեջանը խախտել է եւ դրա հետևանքով տեղի ունեցել այս խզումը կամ այս առճակատումը։ Բայց իմ կարծիքով հիմա այս փուլում կարճաժամկետ կտրվածքում, քանի դեռ մեր հնարավորությունը դա թույլ է տալիս, քանի դեռ եվրոպացի եւ ամերիկացի մեր գործընկերները դրա մեջ ամբողջությամբ տեղավորվում են եւ որևէ խնդիր չեն տեսնում, մեր խնդիրը պետք է լինի այո բալանսավորման քաղաքականությունը։ Բայց այդ բալանսավորման քաղաքականությունը չպետք է դառնա նպատակ։ Ինքը միջոց է հասկանում, եք շատ հաճախ է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լինում, երբ որ մարդիկ նպատակն ու միջոցի վրա այնքան են կենտրոնանում, որ դա սկսում են համարել նպատակ։ Օրինակի համար խառնում են մեկը մյուսին, օրինակի համար Ժորժ ջան, Արցախյան ամբողջ պատմությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններ բնականաբար, բայց ինքը միջոցն է, ինքը Հայաստանի նպատակը չէր։ Հայաստանի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, բարեկեցությունը, հարատևությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ոչ թե Հայաստանն էր ստեղծվել Ղարաբաղի համար, այլ Ղարաբաղն էր Հայաստանի համար։ Եկեք մենք ոնց որ ասած շատ կարեւոր է էլի այդ բանը նպատակն ու միջոցը իրար չխառնել։ Հիմա նույնն ստեղ է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը կամ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ոնց կուզենք դա անվանեք, հա, ինքը միջոց է մեր նպատակների հասնելու համար, ինքը մեր նպատակը չի։ Որպես միջոց, եւ նույնպես եմ կրկնում, կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով, ես կարծում եմ ինքը ճիշտ ընտրված գործիք է։ Եվ
Տեսեք, նաև այստեղ մի շատ կարևոր բան էլ կա, որ մեր նպատակն է տնտեսական զարգացումը։ Զարգացումը միայն տնտեսական պարամետր չէ, էլի։ Իհարկե։ Դա խոսվում է նաև իրական Հայաստանից։ Իրական Հայաստանում իմ պատկերացրած, բարդ է, որ ասենք թե մենք մեր անցած ճանապարհի գնահատականը չունենանք ու համարենք դա նորմալ է, օրինակ, հա, երբ ասենք թե մեր մայրաքաղաքի թիվ 1 կինոթատրոնի անունը շարունակում է մնալ Մոսկվա եւ դա նորմալ է։ Ասենք կենտրոնական դպրոցները Պուշկին ու Չեխովի անվան դպրոցներ են։ Մեր լեզվաբանական թիվ 1 համալսարանը Բրյուսովի անունով է մի ժողովուրդ, որը եկեղեցին, հա, ունի թարգմանչած տուն, հասկանում եք։ Առաջին թարգմանողը, ասենք, բայց Բրյուսովը, որ հայ պոեզիայի անտոլոգիա է կազմել ժամանակին, ասենք ավելի է արժևորվում, քան ասենք մեր ունեցած։ Հա, լավ է արել, ապրի Զորանա։ Թիվ 1 երաժշտական դպրոցը Չայկովսկի։ Ես դες ավելի անեկդոտային օրինակներ կարամ բերեմ։ Երևանում կա Կատովսկու փողոց։ Կատովսկին ըստ էության բոլշևիկ ռեցեդիվիստ էր, մեծ ճանապարհի հանցագործ էր, ով ժամանակին կողմնորոշվել էր, որ կարմիրներ են հաղթելու, անցել իրաց կողմը։ Այո։ Հələ մնացած մարդիկ ովքեր որ դուք մասն անունները դուք թվարկեցիք Շենգավիթի ամակ ունեն բաններ, Շենգավիթի թաղապետարանի կողքի մի հատ նեղ փողոցն է Ֆրունզեի անունով է մինչև։ Հիմա այն որ Հայաստանում 90-ականներին սկիզբ դրած մի գործընթաց սեմանտիկայի կարգավորման, հա, այդ հարցերը լուծելու իրական բավականին մեծ աշխատանք արեք, եք դա արձանագրենք, որտեղ օրինակ ես ինչքան հիշում եմ, Երևանը առաջին սովետական մայրաքաղաքն է եղել, որի կենտրոնական հրապարակից Լենինի արձանահան։ Այո։ Եվ այն քաղաքապետը, որ դա արել է, հետո սպանվել է սեփական շքամուտքում, հա։ Համբարձում գալիս։ Այո։ Ուզում ասեմ, այդ թվականներին բավական լուրջ մարդիկ կային, ովքեր բավական լուրջ բաներ անում էին, ու դա անուրանալի է։ Բայց իմ կարծիքով ես այդ լրիվ համաձայն եմ, դա կիսատ մնացած մի հատ գործընթաց է։ Դա ըստ էության թե կուզեք խորհրդանիշների ապագաղութացման գործընթաց է, որը միջավայրի շատ կարևոր գործընթաց է, շատ տեղեր է ինքը տեղի ունենում, շատ տեղեր, բայց դեռ մի բազային բան կա, էլի, դրանից առաջ մենք պետք է ազգովի գանք այն գիտակցության, որ մեր մոտ հետ գաղութային գործընթաց է տեղի ունենում։ Ինչը նշանակում է մենք պետք է առերեսվենք այն իրականության հետ, որ Հայաստանը այո գաղութացվել է Ռուսաստանի կողմից։ Սա եղել է ռուսական գաղութ։ Ինչքան շուտ մենք այս իրականության հետ առերեսվենք, այնքան ավելի շուտ կլինի այդ առողջացման գործընթացները։ Օրինակ աֆրիկյան ֆրանսիական գաղութները առերեսվել են այս իրականության հետ, հարավամերիկյան պետությունները առերեսվել են այդ իրականության հետ։ Հեռավոր արևելյան պետությունները առերեսվել են այդ իրականության հետ, Կանադան, Ավստրալիան առերես մենք դեռևս չենք առերեսվել այդ իրականության։ Օրինակ այդ տարումներով այդպես առաջանցիկ նարատիվները տեղ են գտել Վրաստանում, բայց Վրաստանում էլ հիմա բոլորովին այլ գործընթացներ են տեղի ունենում։ Իդեպ նաև այնտեղ շատ ավելի ցցուն օրինակներ կան։ Ամիրյան փողոցը, որ ժամանակին առաջարկ ա եղել վերանվանել Վրամշապուհ թագավորի անունով, հետո հետ ողորմի էին արել։ Այո, իդեպ Վրամշապուհ թագավորը հայ արքաների ցանկի մեջ արտակարգ դեր ունեցող անհատ է, որովհետև ժողովուրդ ջան, մենք այդքան որ խոսում ենք Մեսրոպ Մաշտոցից եւ հետո Սահակ Պարթևից, մտածեք չմոռանանք դա պատվեր ա եղել։ Պետական առաջադրանք Վրամշապուհ արքայի կողմից եւ ֆինանսավորված Այսինքն մենք անշուշտ պետք է գովաբանենք եւ գովաբանում ենք Մեսրոպ Մաշտոցինը, որ դա ստեղծել է, պետք է գովաբանենք Սահակ Պարթևին, որ այդ օրհնել է չենք ուրանում, հա, բայց ԵՊԱ-ի դիմաց դրված արձանը, որ երկու հոգուց է բաղկացած, դա մեծագույն անարգանքն է հայկական պետականության հանդեպ եւ հայ առաջնորդ եւ Հայաստանի առաջնորդի հանդեպ, որ դրա պատվերն է տվել ի վերջո, հա։ Նույնիսկ ես ասեմ Հայաստանում Երևանում քանի թագավորի անունով փողոց կա։ Մի հատ Տիգրան մեծ կա, չէ՞։ Մնացածը դինաստիաների մակար, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ։ Մենք ունենք այնպիսի միապետեր, մենք մեր պատմության մեջ այնպիսի առաջնորդներ ունենք, որոնք առանձնություններ կերազեն։ Մենք Արտաշես մեծ ունենք, ժողովուրդ ջան։ Մենք Արտաղաս երկրորդ ունենք, մենք Գագիկ ունենք, մենք Սմբատ ունենք, մենք Աշոտ երկը։ Աշոտ մենք ահռելի մեծություններ ունենք, որոնց անունը ոչ մի փողոց չկա Երևանում։ Փոխարենը կա Մայակովսկու փողոց, Պուշկինի փողոց, չգիտեմ ում փողոց։ Սուրեն Սպանդարյանի 20 մետրանոց արձան։ Գայի պողոտա եւ այլն եւ այլն եւ այլն։
Դե սրանք իհարկե մտածելու Մինչև վերջերս Կասյան։ Եվ առաջնահերթությունների հարցեր են, այո։ Պարոն Քոչինյան, նաև խոսենք եկող տարվա մասին, որը 2 օրից արդեն կդառնա իրականություն, հա։ Գալ տարին շատ բովանդակալից է լինելու, այդ թրիպի հիմնարկեքի արարողություն է սպասվում, շատ բարձրաստիճան ամերիկյան պատվիրակություն է գալի ու ասում են փոխ նախագահի գլխավորությամբ Շենքում են խոսում, հա։ Դե հետո կա Եվրամիության գագաթնաժողով, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողով եւ հաջորդողն Աննախադեպ բան է Հայաստանում։ Նախորդ ամենամեծ միջոցառումն եղել է ֆրանկոֆոնիան, որը ընդամենը 12 երկրի առաջնորդը կարծես թե ներկա եղել։ Այստեղ 50-ից ավելի մասին է խոսքը, տարբերությունը պատկերացնելու համար էլ։ Իդեպ մասշտաբները ավելի մասշտաբային միջոցառում ունենք տարվա վերջ, դա կոպնա, որը արդեն 100-ին մոտ երկրի ղեկավարը նախատեսում բանանել, որը ես նույնիսկ չգիտեմ զվարթնոցում այդքան օթանավակայան, եթե օրինակ այդ 100-ը որոշեն իրաց ինքնաթիռներով գան, այդքան զվարթնոցում տեղավորելու ենք, թե չէ, դա չգիտեմ այդ կոպիտակից ոնց ենք դուրս գալու մենք ճիշտն ասած։ Եվ ասելիքս որն է, Հայաստանը ինչ քաղաքական օրակարգերով է պատրաստված մոտենալու ձեր կարծիքով կամ պետք է դա անի այդ հանգրվաններին ընդառաջ։ Դե այո, ահռելի միջոցառումներ են, որոնց արդյունքում Հայաստանը կամ էական առաջընթաց կունենա միջազգային հարաբերությունների համատեքստում, գիտեք, իր հեղինակության, վարկանիշի, ապագայում ներդրումային գրավչության եւ այլն տրամաբանության մեջ կամ հետընթաց կապրի, կախված նրանից ինչպիսի կազմակերպվածություն կլինի, ինչպիսի անվտանգություն կլինի, հազար ու մի այլ հարց։ Բայց այս ամեն ինչին զուգահեռ մենք ամենակարևոր միջոցառումը եկող տարվա չեմ կարող չարզանագրել, դա ընտրություններն են։ Գիտեք, սրանք այսպես հերթապահ ընտրություններ չեն, սրանք ընտրություններ, որոնք ազդելու են Հայաստանի հետագա տասնամյակների, պաթետիկ չեմ ուզում հնչել, բայց գուցե նաև հարյուրամյակների ապագայի վրա։ Չափազանց շատ բան է դրված որպես այսպես նժարին, դա խաղաղության օրակարգն է, դա ապագաղութացման օրակարգն է եւ այլն եւ այլն։ Եվ այս ահռելի խաղադրույքները, որոնք դրված են, իրանք նաև դարձել են ինչ-որ չափով աշխարհաքաղաքական գործընթացների թատերաբեմ, եւ օրինակ մենք տեսնում ենք հսկայական այսպես ներթափանցում, ներդրում, ներուժ, որ դրսից է փորձում մուտք գործել ընտրություններին, դեպս ինչ-որ չափով աննախադեպ բան է։ Երբևիցե Հայաստանի ընտրությունները չեն եղել նման մակարդակի աշխարհաքաղաքական գործընթացների թատերաբեմ։ Եվ վերջապես զուտ այսպես տեխնիկական մի բան էլ, դա այնա, որ սա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջին հերթական ընտրություններն են։ Դուք հիշում եք, 2 անգամ են Հայաստանում հեղափոխությունից հետո եղել խորհրդարանական ընտրություններ, երկուսն էլ եղել են արտահերթ, եւ սա վերջապես Հայաստանը այսպես բնականon ուրեմն կյանքին բերելու կամ ցիկլը փակելու մի հնարավորություն է, որից մենք նույնպես կարևոր է որ օգտվենք։ Եվ վերջապես ամենավերջինը այս ընտրություններում նաև ինչ-որ չափով Հայաստանի հասարակությունը վերջնական պետք է որ պատասխան տա, Հայաստանում հին ռեժիմի ռեստավրացիա հնարավոր է թե ոչ։ Որտեղ եթե այս անգամ էլ դա չստացվի, ես կարծում եմ, որ այն ջիղը, որը որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները ցուսաբերեն անցնող 8 տարիների ընթացքում վերջապես կկոտրվի։ Շնորհակալ եմ, պարոն Քոչինյան, ձեր այս շատ կարևոր բովանդակալից դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, ուզում եմ շնորհավորել ձեզ գալիք նոր տարվա կապակցությամբ եւ Սուրբ Ծննդյան եւ մաղթել ամենայն բարիք եւ հաջողություններ ձեզ եւ ձեր կազմակերպությանը հաջորդ տարվա ընթացքում եւս եւ մինչ նոր հանդիպումներ նոր տարում շնորհավոր գալիք տոները եւ լավագույն մաղթանքներս ամենայն բարիք Մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ պատմաբան հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների
2025 թվականի դինամիկայի ձևավորված այդ միտումների հետ կապված նաև Հայաստանի առաջիկա անելիքների հետ։ Քննարկեցինք նաև հարցեր կապված Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Նաև մեր ներքին օրակարգերից, ինչպիսին են խաղաղությունը եւ ապագաղութացումը։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։